Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթագալ լուրերն են։ 13 տարի հանուն պետականության, ժողովրդավարության եւ ազգային նպատակներու Նելի Հարությունյան, երեխաները մեր աբակային եւ պատմության շարունակողները, Եփրատի վրա դակնապ հայտարարված է, ռուս բանաստեղծի Արցախ հոդվածը եւ անոր մեջ հնչած մարգարեական դիտարկումները, Իրանը հայտարարած է թե զիջումներու գծկտի հրթիռներու միջոցով, ոչ թե բանակցություններով, Փարիզի մեջ նախադեсված է հայրուց ցեղասպանության նվիրված նոր գիտական գիրքի ներկայացում քննարկում, Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Ղարաբաղության անդամներ եւ բոլոր անոնք, որոնց հոգին մեջ կփափախե Միացյալ Հայաստանի գաղափարը։ Այսօր կնշենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 13-ամյակը, մեր պետականության եւ ժողովրդավարության կարեւորագույն հաստատություններն մեկու նշանակալի դարետարցը։ Իր գործունեության տարիներուն ընթացքին ազգային ժողովը անցած է կարևոր ուղիմը, մեծ ներդրում ունենալով Արևմտյան Հայաստանի Հանրապետության զարգացման, օրենսդրության կատարելագործման, բնիկության իրավունքներու պաշտպանության ժողովրդավարական արժեքներու ուժեղացման եւ քաղաքացիներու շահերու պաշտպանության գործին մեջ։ Այս օպելյանը ոչ միայն արիտ է արժևորելու ցերկ բերված հաջողությունները, այլև հնարավորություն երախտագիտություն հայտնելու բոլոր անոնց, որոնք իրենց նվիրումով, աշխատանքով եւ պատասխանատվությամբ նպաստած են բնիկ խորհրդանական համագարկի կայացման եւ զարգացման։ Հատուկ շնորհակալություն կհայտնենք բոլոր գումարումներու պատգամավորներուն եւ այս գործին նվիրյալ բոլոր անձերուն, որոնք երբևէ իրենց ներդրում ունեցած են Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամրապնդման գործին մեջ։ Վստահ ենք, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը նաեւ հարաճիգային բաթվով պիտի շարունակե իր բարձր առաքելությունը հանուն պետության զարգացման, ժողովրդի բարօրության եւ քալիք սերունդներու աբակային։ Կմաղթեմ բոլորիդ կամք, ուժ, դոգունություն, հաստատամտություն եւ նոր հաջողություններ իշահ մեր բնիկության, հայրենիքին եւ ազգային նպատակներուն։ Հունիսի 1-ը երեխաներու միջազգային օրը առիթ է անգամը եւս հիշեցնելու, որ երեխաները մեր ժողովրդի մեծագույն հարստությունն ու վաղվան հույսն են։ Անոնք են մեր երկրի աբական, մեր պատմության, լեզվի եւ մշակույթի գրողները, մեր ազգային հիշողության ու արժեքներու շարունակողները։ Յուրաքանչյուր երեխայի ժպիտը վստահություն կներշնչի, իսկ անոնց երազանքներն ու ցկտումները կգերդեն վաղվան Հայաստանը։ Կշնորհավորենք երեխաներու միջազգային օրը եւ կմաղթենք, որ բոլոր երեխաները մեծնան սիրող, խաղաղության եւ հոգատարության մթնոլորտի մեջ, պահպանելով իրենց արմատները եւ գերդելով լուսավոր աբակամը։ Եփրատի մեջ ջուրի մագարտակը աննախադեպ բարձրացած է Թուրքիո գոմե գրաված Արևմտյան Հայաստանեն չրատողումներու եւ առատ անձրևներու հետևանքով։ Սուրյան արդագարգ պատրաստվածություն հայտարարած է Դերզորի, Ռակայի եւ Հալեբի մեջ։ Հեղեղումները վնաս հասուցած են գամուրջներու, գյուղատնտեսական հողերու եւ դուներու, իսկ ճրամփարներուն մեջ ջուրի մագարտակը մոտեցած է վտանգավոր սահմանակիցին։ Սուրիական գոմը պատճառը կտեսնի Արևմտյան Հայաստանեն ջուրի հոսքի աճին մեջ, մինչդեռ թուրքական աղբյուրները կնշեն, որ Ատատուրքի ամպարդագեն վերահսկելի չրատողում կատարված է ճրամփարին մագարտակի բարձրացման պատճառով։ Ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Գորոտեցկին 1916 թվականին կգտնվեր առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատին վրա։ Այդ շրջանը մեծ նշանակություն ունեցավ գրողին համար, հատկապես հայանպաստ իր դիրքորոշման ձևավորման առումով։ Հոկտեմբերյան հեղափոխութենեն յետ անհրադարագեց Հայաստանի հրեշտակը բանաստեղծական ժողովածուն, ուր անդրադարձավ հայրու ցեղասպանության նյութին։ 1919 թվականի բարբերականին մեջ լույս տեսավ Գորոտեցկիի Արցախ հոդվածը։ Հոդվածին մեջ անգշեշտ է հիմնական այն միտքը, որ Արցախը հայ ժողովրդի պատմական գոյության, ազգային ինքնության եւ մշակութային շարունակականության գլխավոր հենասյուներեն մեկն է։ Ան կնշե, որ Արցախը ոչ միայն աշխարհագրական, այլև ռազմաքաղաքական իմաստով Հայաստանի արևելյան թևն ու անվտանգության կարևորագույն երաշխիքն է, առանց որուն Հայաստանի պաշտպանությունը դժվար կդառնա։ Միաժամանակ հոդվածը կպաշտպանե այն տեսակետը, թե Արցախի գորուստը պիտի նշանակե ոչ միայն տարածքային գորուստ, այլև ժողովուրդներու ինքնորոշման իրավունքի ոտնահարում, մինչդեռ անոր պահպանումը կրնա դառնալ Հայաստանի մշակութային եւ ազգային վերածնունդի առանցքային գետերեն մեկը։ Մոտ 100 տարի առաջ Գորոտեցկիտ մատնանշած էր իրողություններ, որոնք տասնամյակներ անց այսօր գտվին մարգարեական։ Անոր դիտարկումները ժամանակի ընթացքի նոր արդիականություն ստացած են։ Տեհրանը զիջումներու գծկտի ոչ շեփանակցություններու, այլ մարտադաշտին վրա հրթիռներու միջոցով, որովհետև ովև է համաձայնութենե շահ կրնա ունենալ միայն այն գոմը, որ պատրաստ է պատերազմի։ Այս մասին հայտարարած է Մոհամմեդ Բաղիր Ղալիբաֆ, Իրանի Մեջլիսի նախագահը։ Մենք զիջումներու գծկտինք ոչ թե երկխոսության, այլ հրթիռներու միջոցով։ Բանակցություններուն ընթացքին մենք միայն կբացատրենք զանոնք։ Մենք չենք հավատար երաշխիքներու կամ խոսքերու։ Վստահության միակ չափանիշը մյուս կողմի գործելակերպն է, գրած է ան իր հոդվածին մեջ։ Ան նաև ավելցուց
ապացուցած է, որ համաձայնության հաղթողը միշտ այն է, ով պատրաստ է պատերազմի հաջորդ օրվան։ Ավելի առաջ հաղորդված էր, որ ամերիկացի եւ իրանցի բանակցողները համաձայնության եկած են փոխհմբռնման հուշագրի նախագծի շուրջ, որը կսպասի ԱՄՆ-ի նախագահի հաստատման։ Ըստ հաղորդումներուն համաձայնագիրը կնախադեսի հրատատարի երկարացում եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններու մեկնարկ։ Միևնույն ժամանակ իրանական 19 լրատվական գործակալությունը նշած է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգներու միջև հագամարտության ղեկավարման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը վերջին օրերում փոփոխություններու ենթարկված է եւ դակավին վերջնականապես չհաստատված։ 2026 թվականի հունիս 5-ին Փարիզի մեջ տեղի պիտի ունենա կյանքեր փեգորներու մեջ ինքնաբադում աղբյուրներ եւ կենսագրական մոդեցումներ հայրու ցեղասպանության վերաբերյալ քիրքի ներկայացում քննարկումը։ Աշխատությունը հայրու ցեղասպանության պատմությունը կքննի ինքնաբադում աղբյուրներու եւ կենսագրական մոդեցումներու լույսին տակ։ Քննարկման պիտի մասնակցին շարք գիտնականներ։ Այս գիտական հանդիպումը նպատակ ունի խորացնելու հայրու ցեղասպանության ուսումնասիրությունները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անձնական հիշողություններու եւ կենսագրական պատմություններու թերին պատմագիտական վերլուծության մեջ։ Հարգելի հայրենագիտներ, նյութին մանրամասները նշված են մեր պաշտոնական գայքին մեջ։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ տարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։